Ահա ես ստեղծում եմ նոր երկինք եւ նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն եւ մտաբերվեն, իսկ դուք հավիտյան ուրախացեք ու բերկրեք նրանով, ինչ ստեղծելու եմ, քանզի ահա ես ստեղծում եմ Երուսաղեմը իբրև բերկրանք եւ նրա ժողովրդին իբրև ուրախություն, ես պիտի ցնծամ Երուսաղեմով եւ ուրախանամ իմ ժողովրդով, նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի եւ ոչ էլ ողբի ձայն, այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օր ապրած մանուկ եւ ոչ էլ իր օրերը չլրացած ծեր, որովհետեւ 100 տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, 100 տարին չլրացածը անիծյալ կհամարվի, նրանք տներ պիտի կառուցեն եւ իրենք պիտի նրանցում բնակվեն, այգիներ պիտի տնկեն եւ դրանց պտուղը իրենք պիտի ուտեն, նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշը ուտի, որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառերի օրերի չափ պիտի լինեն եւ իմ ընտրյալները իրենք պիտի վայելեն իրենց ձեռքերի գործը, նրանք զուր տեղը չպիտի վաստակեն եւ զավակներ չպիտի ծնեն թշվառության համար, որովհետեւ նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը պիտի լինեն եւ նրանց երանքից ծնվածներն էլ նրանց հետ, այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած պիտի պատասխանեմ եւ նրանք խոսելուց դեռ չդադարած պիտի լսեմ, գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի, արջառի նման եւ օձի կերակուրը հող պիտի լինի, չպիտի վնասեն եւ չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա, ասում է Տերը։